Սիրելի եկեղեցի եւ նրանց ովքեր որ արցանց մեզ հետևում են, մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ Սուրբ Ծննդյան պաշտամունքին ընթառաջ ընտրվել է քարոզաշարք եւ այսօր արդեն երկրորդ քարոզն է, որ միասին պիտի ունենանք եւ քարոզի վերնագիրն է ժամանակն է հնազանդվելու եւ բարեցինք առաջի մոմը եւ այսօր խորհրդանշական երկրորդ մոմը պիտի վառենք, որը որ նշանը պիտի լինի մեր հնազանդության եւ մեր խոնարհության, որ ունենք Աստծո արչեւ կամ որ պիտի ունենանք Աստծո արչեւ։ Սիրելիներ, հատվածը, որ վերցված է Հակոբոսի նամակից 4-րդ գլուխ 1-ից 10 հատվածներից է վերցված եւ այս համարները խոսում են հնազանդության մասին եւ իսկապես Հակոբոսի գիրքը շատ հրաշալի գիրք է, շատ հրաշալի նամակ է, որը որ խոսում է հավատքի մասին եւ թե ինչպես հավատքը բերել կենցաղ, խոսում է գործնական հոգեվոր կյանքի մասին եւ այսօր միասին խոսելու ենք հնազանդության մասին եւ Հակոբոսի այս գլխի մեջ նկարագրում է վեճերի մասին, պայքարներ, կռիվներ, որ մարդը իր անձի մեջ, իր անձումը ունի եւ նաեւ կռիվներ, վեճեր, որ սա կարող է տարածվել իր շուրջը գտնվող մարդկանց հետ։ Ուրեմն վեճերը, կռիվները դրանք երևույթներ են, որ հաճախ մեր կյանքում առնչվում ենք սրանց հետ։ Կան վեճեր անհատների մեջ, կան վեճեր ընտանիքներում, կան վեճեր ամուսինների հետ, կան վեճեր ծնող զավակ հարաբերության հետ, աշխատանքի վայրում վեճեր, հարազատների միջև վեճեր եւ վեճերի հիմնական պատճառը այն է, որ մարդիկ հաճախ չեն վերահսկում իրենց խոսքը, իրենց կեցվածքը, իրենց զգացումները։ Մենք միշտ կարիք ունենք իսկապես իմաստության։ Իմաստությունը այն է, որ մենք կարողանանք ամեն վեճ առաջացնող իրավիճակների մեջ ընտրել Աստծուն հնազանդվելը եւ ոչ թե սեփական եսից բխող չար պրինցիպները, որը որ կարող է առաջացնել վեճեր եւ անհանգստություններ։ Ուրեմն Հակոբոսի նամակում առաջի գլուխ առաջի համարում գրված է, թե ում է ուղված այս նամակը։ Այն ուղված է Սփյուռքում եղող 12 ցեղերին, որոնք ցրված են ամենուրեք, այսինքն նրանց, ովքեր որ հուդայականությունից դարձել էին դեպի քրիստոնեություն, եւ այո, այսօր նաեւ այս նամակը որպես օրինակ ուղված է մեզ յուրաքանչյուրիս։ Իր բովանդակությամբ եւ կառուցվածքով Հակոբոսի նամակը կարելի է համեմատել 5 կտակարանի իմաստասիրական գրքերի հետ, ինչպիսիք են օրինակի համար Սաղմոսների գիրքը, Առակաց գիրքը, Ժողովող գիրքը եւ կոչվում է սա նոր կտակարանի իմաստության նամակ ուղղված հավատացյալ ժողովրդին։ Հիմնական արտահայտությունը այս նամակի հետևյալն է՝ հավատքի գործեր։ Իսկ Աստվածաշնչյան բանալի համարը Հակոբոս 2-րդ գլուխ 17-րդ համարն է, որտեղ ասում է. այսպես էլ հավատքը, եթե գործեր չունի, ինքնին մեռած է համարվում։ Հեղինակը մանրամասը անդրադառնում է հավատքի եւ դրանից բխող գործերի միջև եղած փոխհարաբերությանը։ Այս նամակը խոսում է քրիստոնեական կենցաղավարության մասին, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյան առօրյա կյանքում, իր ամենօրվա հարցերի մեջ, դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, նաեւ վեճերի մեջ, ինչպիսին պիտի լինի։ Հակոբոս 4-րդ գլխում նամակագրի խոսքը իր ընթերցողին կոչ է անում հասկանալ իր մեղսալից ցանկությունների վտանգները եւ հնազանդությամբ արձագանքի Աստծո կոչին, Աստծո կենթանի խոսքին։ Ուրեմն քարոզը բաղկացած է սիրելիներ 3 կետից եւ այս 3 կետի օգնությամբ պիտի խոսենք եւ գանք հետեւյալ ճշմարտությանը, որ մարդու վերականգնումը գալիս է այն ժամանակ, երբ նա հնազանդվում է Աստծուն եւ իր կյանքում մերժում է մեղքի հետ բարեկամությունը։ Եվ Հակոբոսը խոսում է, թե ինչպես մեր առօրյա կենցաղում սա պիտի դարձնենք, Աստծո խոսքը դարձնենք գործնական, կիրառելի մեր անհատական կյանքում։ Ուրեմն առաջի կետը, որ խոսելու ենք, հետևյալի մասին. ներքին պատերազմները ծնվում են չար ցանկություններից
Եվ տեսնում ենք, որ եթե մեկ անձի մեջ կա այս չար ցանկությունները, կռիվները, պատերազմները, ապա սա անհնազանդություն է Աստծո առջև։ Եվ Հակոբոս 4 գլուխ 1-ից 3 համարներն եմ ընթերցելու, որտեղ ասում է. որտեղից ձեր մեջ պատերազմներ, որտեղից կռիվներ, չէ որ այստեղից են, ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ, ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք։ Կարող ենք հարցնել, իսկ ինչու՞։ Որովհետև չեք խնդրում եւ շարունակում է նորից։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Հարց է տալիս. որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ։ Եվ երբ որ այս հարցը ուղղվում է ձեզ, սիրելիներ, անհատապես ամեն մեկդ պիտի պատասխանեք այս հարցին, կամ պիտի գաք կանգնեք այս ճշմարտության եւ այս հարցի առջև եւ մտածեք, իսկ որտեղից ձեր մեջ կռիվները եւ պատերազմները։ Արիստոտելը հետեւյալն է գրել. զայրույթը հեշտ է, բայց դժվար է ճիշտ մարդու հանդեպ, ճիշտ պահին եւ ճիշտ չափով զայրանալը։ Այս խոսքերը ցույց է տալիս, որ կռվարարությունը ինքնակառավարման եւ ինքնատիրապետման պակաս է։ Նաեւ այն, որ անձը պիտի ցուցաբերի իմաստություն հասկանալու համար, թե արդյոք իր բարկությունը արդարացի է, արդյոք այն ուղղված է ճիշտ անձի, արդյոք այն կատարվում է ճիշտ պահի եւ ճիշտ չափաբաժնով, արդյոք քո արձագանքը տվյալ խնդրին ինչքանով է համահունչ, ինչքանով է ճիշտ չափաբաժնով։ Սենեկան ասել է. զայրույթը ժամանակավոր խելագարություն է։ Կարող եք հարցնել, իսկ ինչու՞։ Որովհետև չարացած, բարկացած մարդը կորցնում է սթափ եւ առողջ դատողությունը։ Եվ սա մեզ իսկապես ամեն մեկից անհատապես դաս պիտի լինի, որ երբ որ դու բարկացած ես, չարացած ես, իմացի մեկ կարևոր բան, միշտ ապիր որոշումներ կայացնել, քայլեր կատարել եւ խոսքեր ասել, որովհետեւ այս դեպքում, երբ որ անձը չարացած է, կորցնում է իր խոսքի, կեցվածքի, վարվեցողության հանդեպ առողջ դատողությունը եւ սթափ մտածողությունը։ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը հետեւյալն է ասել. խավարը չի կարող վերացնել խավարը, միայն լույսը դա կարող է անել, ատելությունը չի կարող վերացնել ատելությանը, քանի որ դա միայն լույսը կարող է անել։ Առակաց գիրքը 15-րդ գլուխ 1-ի համարն ասում է. մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը, այլ թարգմանությունների մեջ նախատական բառը այլ բառերով է գրված, մեկտեղ նախատական, մեկտեղ կոպիտ, վիրավորող կամ գռեհիկ խոսքը գրգռում է բարկությունը։ Եվ այստեղ խաչմերուկ է, սիրելիներ, ընտրության։ Ինչ եք ընտրելու ձեր կեցվածքի մեջ։ Հնազանդություն առ Աստված, որտեղ որ կգա խաղաղություն, հանդարտություն, թե անհնազանդություն, որտեղ որ կցուցաբերես գռեհիկություն, կոպլություն կամ վիրավորող արտահայտություններ։ Վեճերի առումով մարդիկ հաճախ ունենում են մակերեսային մտածողություն, իսկ հիմա այս հատվածը մեզ տալիս է ավելի խորքային պատկերացում սրա մասին։ 4-րդ գլուխ 1-ի համարն ասում է, որտեղից են ձեր մեջ պատերազմները եւ կռիվները, եւ շարունակում է պատասխանելով եւ հիմա հնչում է պատասխանը, չէ որ այստեղից են։
ձեր ցանկություններիցը, որոնք կռիվ են տալիս ձեր անդամներում, ձեր անդամների մեջ, այսինքն ձեր ներսն է։ Եվ տեսնում ենք, սիրելիներ, որ Հակոբոս առաջարկում է, որ այս հարցը նայենք ոչ թե մակերեսային մակարդակի վրա, այլ խորքային մակարդակի վրա, որտեղ պատճառը փնտրում ես ոչ թե ուրիշների մեջ կամ փնտրում ես քեզնից դուրս, այլ փնտրում ես քո ներսում։ 4-րդ գլուխ 2-ից 3 համարներն ասում է. ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետեւ չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Նկարագրում է ցանկություններ, որոնք կռիվ են տալիս մեր անդամների մեջ։ Նշանակում է, որ տվյալ անձի մեջ կա ներքին պայքարներ, ներքին կռիվներ։ Մեր սեփական ցանկությունները կարող են առաջացնել ներքին տագնապ, բարկություն, դժգոհություն եւ անբավարարվածության զգացում, նաեւ այն, որ չենք կարողանում հասնել կամ ստանալ այն, ինչ որ մեծ փափագով փնտրում էինք։ Դրա համար ասում եմ, մինչև անգամ դուք գնում եք ծայրահեղ քայլերի, մինչև անգամ վեճերի, կռիվների, պատերազմների եւ սպանության։ Նաեւ երբ որ մարդը լցված է չարությամբ, բարկությամբ, մարդկանց հետ կան պայքարներ նաեւ։ Եթե անձը հաշտ չի մինչև անգամ իր հետ, նա հաշտ չի որևէ մեկի հետ։ Եվ մեր ցանկությունները ոչ միայն ներքին պայքարներ են ստեղծում, այլ նաև մեզ դեմ են հանում մյուսների հետ, մեր շուրջը գտնվող անձանց հետ։ Եվ վեճի պատճառները հետևյալն են. ոչ արդարացի քննադատությունը, երբ որ դու ոչ արդարացի քննադատություն ես անում, գռեհիկությունը, կռվարարությունը, ճաշակի թելադրանքը ուրիշին հանդեպ եւ անիմաստ պրինցիպը, թե ով է ճիշտ։ Եվ այս մարդկանց համար կարևոր է ոչ թե առհասարակ տվյալ ճշմարտությունը, այլ կարևոր է, որ անպայման ամեն գնով ինքը ճիշտ դուրս գա տվյալ հարցի մեջ, տվյալ խնդրում ճիշտ դուրս գա։ Այս հատվածը շեշտում է, որ մեր եսակենտրոն ցանկությունները կարող են լինել կոնֆլիկտների ու կռիվների հիմնական պատճառը, ինչպես նաև կարող են պատճառ լինել ամոթալի կամ չարամիտ ցանկությունների եւ խոսքերի։ Եփեսացիներին ուղված նամակում 4-րդ գլուխ 29-րդ համարն ասում է. ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսի շնորհ տա լսողներին։ Սիրելիներ, երբ որ մենք պատրաստում ենք ինչ-որ մեկ բան ասել, ինչ-որ մեկ բան խոսել, ապա մենք պիտի մտածենք հետևյալը. արդյոք այն ինչ-որ ես հիմա պատրաստվում եմ խոսել, իմ դիմացինին որքանով շնորհ կտա, որքանով իմ բերած խոսք, արտաբերած խոսքը իմ դիմացինի համար հոգևոր շինություն կբերի։ Սա ոչ թե միայն բարկացկոտ խոսքին է վերաբերում, այլ նաև բամբասանքներին, չարախոսություններին եւ այլն եւ այլն։ Այն ինչ որ պատրաստում ես խոսես, ցանկացած թեմա, ցանկացած նյութ, մինչև խոսել ես, երբ որ ուզում ես X անձի մեկ բան ասել, մտածիր մեկ բան. արդյոք իմ խոսքը շինություն եւ հոգևոր հասունություն կտա դիմացինիս։ Այս սա է հենց նշանակում, եղբայրներ եւ քույրեր, Աստծո խոսքը բերել քո կենցաղ, որտեղ որ մինչև քո գործողություններից ու խոսքերից առաջ դու մտածում ես, Աստծո խոսքը այսպես է ասում, Աստծո խոսքը սա է ասում, ես ուզում եմ սա անել, ինչքանով է իմ կատարած գործը կամ ասվելիք խոսքը համապատասխանում ավետարանի հետ։ Այս սա է, երբ որ խոսքը, Աստծո խոսքը բերում ես քո կենցաղ։ Եվ սա է հնազանդությունը քո այդ օրվա մեջ։
Մարդիկ պատերազմում են եւ կռվում, բայց չեն ստանում, որովհետեւ չար ձևով են խնդրում, որպեսի իրենց ցանկությունների համար վատնեն։ Չար ձևով են խնդրում։ Սա նշանակում է աղոթել ոչ Աստծո կամքին համապատասխան, այլ եսակենտրոն շարժառիթներով։ Այդպիսի խնդրանքի հիմքում կանգնած է ոչ թե Աստծուն փառավորելու կամ հոգևոր աճի ցանկությունը, այլ անձնական շահը, հաճույքը, ինքնահաստատումը կամ ուրիշներից ավելի վեր, ավելի բարձր լինելը։ Եվ ասում է, ուզում են այս պատասխանները աղոթքի ստանալ մեկ նպատակի համար, վատնեն իրենց ցանկությունների համար։ Նշանակում է այն օգտագործել միայն սեփական, մարմնական կամ աշխարհիկ ցանկությունները բավարարելու համար, անտեսելով Աստծո նպատակը, արդարությունը եւ ուրիշների հանդեպ բարիք գործելը։ Աստված պատասխանում է այն աղոթներին, որոնք բխում են հնազանդ սրտից եւ համահունչ են իր Աստծո կամքին եւ Աստծո խոսքին։ Հաջորդ համարներում, սիրելիներ, մենք կտեսնենք, թե ինչ բնութագիր է տրվում այն մարդուն, ով շարունակաբար ապրում է իր մարմնի մեղսալի ցանկությունների մեջ եւ որից հետո տալիս է կարևոր կոչ։ Եվ երկրորդ կետը, չար ցանկությունները մարդուն տանում են դեպի աշխարհի հանդեպ սեր, որը Աստծո դեմ թշնամություն է։ Հակոբոս 4:4-6 համարները, որ կարող եք ձեր սուրբ գրքերը բացել եւ հետեւել, ասում է. շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արդ, ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Բնութագիր է տալիս այս անձանց, ասելով շնացողներ, հունարեն թարգմանության մեջ հետևյալն է. դուք անհավատարիմ կնոջ պես եք։ Այսինքն, դուք ամուսնացած եք, ձեր գլխին տեր ունեք, ոնց որ ինչպես որ Աստծո խոսքն է ասում, դուք ձեր գլխին տեր ունեք, գտնվում եք Աստծո առջև ուխտի հարաբերության մեջ քո կողակցի հետ, բայց դավաճանում եք նրան։ Եվ սրա բնութագիրը շնությունն է։ Հակոբոսը շնացողներ արտահայտությամբ բնութագրում է այն մարդկանց, ովքեր ցուցաբերում են մեղսալի ցանկություններ եւ չար խորհուրդներ ու իրենց աշխարհի եւ մեղքի հետ բարեկամությունը դիտարկվում է որպես շնություն, Աստծո հանդեպ անհավատարմություն, անհնազանդություն եւ Աստծո հետ ուխտի խախտում։ Աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Աշխարհին բարեկամ լինելը հակասում է Աստծո հետ բարեկամությանը, իսկ խոնարհությունը բացում է Աստծո շնորհի ճանապարհը, որպեսզի մարդը ապաշխարությամբ հաշտվի Աստծո հետ։ Մատթեոս ավետարան 6:24 համարն ասում է. ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Եվ այստեղ տեսնում ենք, որ կա ընտրություն, ում ես ամբողջությամբ հնազանդվում։ Շարունակելով 5-րդ եւ 6-րդ համարները ընթերցելն ասում է. կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զուր է ասում, Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ, բայց ավելի մեծ շնորհ է տալիս դրա համար ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Նախանձախնդրություն բառը։ Աստված սիրում է մարդկանց այնքան, որ չի հանդուրժում մեկ այլ ուրիշ կամ օտար սեր, որով մարդը կարող է իր սրտում Աստծո հետ հավասար նույն մակարդակի վրա դնել։
Այս նախանձախնդրությունը ցույց է տալիս Աստծո լիակատար նվիրված սերը մարդկային հոգու հանդեպ, որը պահանջում է մեր ամբողջական եւ լիակատար նվիրվածությունը, որը ապացուցվում է մեր հնազանդությունով։ Աստծո սերը ոչ միայն հրաշալի, այլև բացառիկ ու պահանջկոտ է, եւ նա պահանջում է մեր սրտերի լիակատար նվիրվածությունը եւ հնազանդությունը իր առջև։ Այո, Աստված հպարտներին հակառակ է կենում։ Հպարտները, մեծամիտները չեն կարող ընդունել սեփական սխալները եւ ինքնաարդարացման համար մեղավորներ են փնտրում իրենց արդարացնելու համար։ Հաջորդը խոսում է խոնարհների մասին։ Խոնարհները նրանք են, ովքեր գիտակցում են իրենց կախվածությունը Աստծուց, չեն վստահում սեփական ուժին եւ սեփական արդարությանը, հնազանդվում են Աստծո կամքին եւ պատրաստ են խոնարհությամբ ապաշխարել, զղջալ, վերադառնալ, հաշտվել Աստծո հետ։ Խոնարհներին Աստծուց տրվող շնորհք կա։ Ոչ միայն փրկության շնորհն է, այլ նաև գործնական, զորացնող շնորհը, մեղքի դեմ պայքարելու, սատանային դիմադրելու, հաղթելու չար ցանկությունները եւ ընտրել Աստծուն հնազանդությունը։ Եվ սա Աստծո շնորհի ներկայությունն է տվյալ անձի կյանքում։ Երբ ճանաչում ենք խոնարհության եւ հպարտության, այսինքն գոռոզության, մեծամտության տարբերությունը եւ նրանց բերած հետևանքները, ապա մեզ համար Աստծուն հնազանդվելը դառնում է անհրաժեշտություն։ Եվ երրորդ կետը, որի մասին խոսելու ենք, հետևյալն է. ելք այդ վիճակից հնազանդությունը ու ապաշխարությունն է։ Հակոբոս 4 գլուխ 7-րդ համարը պիտի ընթերցեմ, որտեղ ասում է. արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Բոլորն են ուզում պայքարել եւ հաղթող դուրս գալ։ Այո, երբեմն սխալ մտածողություն կա, որտեղ որ մարդիկ փորձում են սատանայի դեմ պայքարել, մինչև անգամ իրենց աղոթքների մեջ հրահանգներ տալ, սատանային հրամայել եւ այլ պայքարի մեջ են մտնում։ Բայց Հակոբոսը այստեղ խոսում է մեկ այլ կարևոր պայքարի մասին։ Հակոբոսը այստեղ նկարագրում է իրական հոգևոր պայքարը, որը սատանային դիմակայելն է։ Եվ իրական հոգևոր պայքարը սատանայի դեմ պարզապես Աստծուն հնազանդվելն է։ Ուզում ես պայքարես սատանայի դեմ, մի գոռաճվա, ասես սատանա դու այս կողմ գնա, մյուս կողմը գնա, այլ պարզապես հնազանդվիր Աստծուն։ Սա արդեն պայքար է սատանայի դեմ։ Եփեսացիներին ուղված նամակում 6-րդ գլուխ 10-13 համարներն ասում է. այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով եւ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել, որովհետև մեր պատերազմը արյան ու մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների, պետությունների դեմ, այս խավարի աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Այո, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ նկարագրություն է տալիս հետևյալը, որ մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, որ պիտի տանենք, այսինքն մեկս մյուսիս դեմ կռիվ տանենք, ընտանիքի անդամներով կարծես թե պատերազմում են իրար հետ եւ կռիվ են տալիս տարիներով, տասնյակ տարիներով, եկեղեցի ժողովուրդը մեկը մյուսի հետ։ Մենք պիտի իմանանք, որ մեր պատերազմը, սիրելիներ, մեկս մյուսիս հետ չէ, այլ սատանայի դեմ է։ Ուրեմն, եթե ուզում ես այդտեղ հաղթող գտնվել, ապա Աստծո կողմից պիտի զորանաս, զգեստավորվես նրա տված զգեստներով, հնազանդվես Աստծուն, որպեսզի այս պայքարում հաղթող գտնվես։ Այսինքն Աստծո խոսքը կիրառես քո կյանքում։ Իրական դիմակայությունը դա այն է, երբ մարդը հնազանդվում է Աստծուն, Աստծո խոսքը բերելով իր կենցաղ։
Եզեկիել մարգարեության մեջ 33-րդ գլուխ 30-ից 32 համարներն ասում է. իսկ դու մարդու որդի, Աստված ասում է մարգարեին, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ եւ տների դռներում խոսակցում են քո մասին եւ մեկ-մեկու հետ խոսում են իրար ասելով. եկեք ու լսեք, թե ինչ բան կա Տիրոջից եկած։ Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ Այսինքն կգտնվեն անհնազան, իրենք կլսեն, թե դու ինչ ես խոսում, բայց իրենք դա չեն կատարի, իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, ասելով, օ, ինչ հրաշալի էր Աստծո խոսքը, շատ ընտիր, շատ լավն էր Աստծո խոսքը, երբեմն քարոզներից հետո էլ մարդիկ արձագանքում են, շատ լավն էր Աստծո խոսքը, ինչ հրաշալի նախադասություններ ասեցիր, ինչ լավ Աստծո խոսքը փոխանցեցիր, ինչ լավ բան է հնազանդություն առա, համաձայնություն է դա, լավ է Աստծո խոսքը։ Իսկ նրանց սիրտը ագահությանը հետամուտ։ Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես, գեղեցկաձայն եւ բարեհունջ նվագող։ Նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ Ինչ է ասում, քաղցր երգի պես է քո խոսքերը, գեղեցկաձայն եւ բարեհունջ նվագող ես իրանց համար։ Իրան գալիս են, զվարճանում են, ուրախանում են, զմայլվում են, հանգստանում են, թողնում են գնում։ Որտեւ միայն այդ մարդիկ քարոզը վերցնում են միայն այդ պահի ազդեցությամբ, միայն վերցրեցինք, ուրախացանք կամ այդ պահին տխրեցինք, մենք լսեցինք, խաղաղվեցինք եւ գնացինք։ Կներեք, առհասարակ քարոզը մեր խաղաղվելու մասին չի խոսում։ Այո, կարող եք քարոզ լսել եւ անխաղաղ, անհանգիստ գնալ եւ մտածել այդ քարոզի մասին, որտեւ Աստված քեզ հանդիմանեց այդ պահին։ Կարող ես ուրախությամբ գալ, բայց տխրած եւ լացելով գնալ։ Ընդհակառակը կարող ես նաեւ լացելով գալ, բայց Աստծուց մխիթարված եւ խաղաղություն ստացած գնալ։ Հակոբոս առաջի գլուխ 22-ից 24 համարները ասում է. խոսքը կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք, որովհետեւ խոսքերը միայն լսողը եւ չկատարողը նման է այն մարդուն, որ հայելուն մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ իսկույն մոռանում, թե ինչպիսին էր։ Սիրելիներ, ինչ օգուտ այսօրվա քարոզից, որ եթե դուք ինքներդ ձեր մեջ կգտնեք այդ բաց թույլ կողմերը, կհայտնաբերեք ձեզ տվյալ մեղքի մեջ կամ Աստծու հանդեպ անհնազանդության, ինքներդ ձեր մեջ կտեսնեք դա, բայց հետո երբ որ եկեղեցու սրահից դուրս գաք, շարունակեք այնպես, կարծես թե ոչ մի բան էլ չի եղել։ Ինչ օգուտ, երբ որ հայելու մեջ կտեսնես, որ լվացվելու կարիք ունես։ Ինչ օգուտ, երբ որ կտեսնես, կասես, այ լվացվելը շատ հրաշալի բան է։ Այ եթե լվացվեմ, մաշկս շատ ավելի գեղեցիկ տեսք ունե։ Այ եթե սանրվեմ, շատ ընտիր կլինի։ Ասես ու գնաս։ Որևէ օգուտ չի լինի, եթե ջուրը չմիացնես եւ սկսես լվացվել, մաքրվել, ինքդ քեզ լվանալ, սանրը վերցնես, սանրվել եւ գեղեցիկ տեսք ունենալ։ Սա գործնական կիրառում է։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ քաջալերում է անցնելու գործնական կիրառման, ոչ միայն լսել եւ անցնել գնալ։ Աստծուն հնազանդվելը դա ակտիվ գործողություն է, այն կոչ է, որը իր հետ բերում է խոստում։ Եվ խոստում է երկուսն են. Սատանան կփախչի ձեզանից, Աստված մոտ կլինի ձեզ։ Նաև կոչ է արվում, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Սա խոստում է եւ կոչ։ Եթե մարդը գիտակցաբար վերադառնում է դեպի Աստված, աղոթքով, ապաշխարությամբ, հնազանդությամբ, Աստված չի հեռանում, այլ մոտենում է նրան իր ներկայությամբ եւ իր շնորհը բերելով այդ անձի կյանքի մեջ։ Եվ հաջորդն ասում է. մեղավորներ մաքրեք ձեր ձեռքերը։ Ձեռքերը խորհրդանշում են գործերը, այսինքն
դադարեցեք այն վարքը, որը հակառակ է Աստծո կամքին։ Ապաշխարությունը միայն զգացում չէ, այլ այն կյանքի ուղղում, կյանքի փոփոխություն, կյանքի շտկում, մտքի նորոգություն եւ նոր կյանք է հանդիսանում ապաշխարությունը։ Հաջորդն ասում է. երկմտողներ, մաքրեք ձեր սրտերը։ Երկմիտ նշանակում է կասկած, անվստահություն, միտք եւ սիրտ, որը բաժանված է երկու մասի։ Մեկը Աստծո հետ, մյուսը աշխարհի հետ։ Սրտի մաքրումը դա ներքին խորը փոփոխություն է։ 9-րդ համարն ասում է. տառապեք, սքացեք, լացեք, ձեր ծիծաղը թող սուքի վերածվի եւ ձեր ուրախությունը տրտմության, իսկ ինչու։ Սա կոչ է մեղքի լուրջ գիտակցման։ Ծիծաղը, ուրախությունը սա թեթևամտության եւ անլրջության վերաբերմունք է թե մեր հանդեպ եւ թե մեղքի հանդեպ, որ թեթևությամբ ենք մոտենում։ Մեղքի հետ մեղքին զիջում ենք գնում մեր կյանքի մեջ եւ թեթևամտորեն ենք մոտենում տվյալ հարցին։ 10-րդ համարն ասում է. խոնարհվեք Տիրոջ առաջ եւ նա կբարձրացնի ձեզ։ Սա ամբողջ հատվածի գագաթնակետն է, կարծես թե։ Մեղքից ընկած դիրքից բարձրանալը Աստծուց է եւ ոչ թե մարդու ջանքերից։ Մարդուց պահանջվում է խոնարհություն եւ խոնարհությունից բխող հնազանդություն, որի համար, որի պատճառով Աստված այո կբարձրացնի մեզ եւ մեր ընկած տեղը չի թողնի։ Ապաշխարությունը ներքին խորը ինքնաբացահայտում է, որը կատարվում է Աստծո շնորհի օգնությամբ։ Եվ ամփոփելով, սիրելիներ, ներքին պատերազմները ծնվում են չար ցանկություններից։ Այդ ցանկությունները մարդուն տանում են դեպի աշխարհի հանդեպ սերը, որ Աստծո դեմ թշնամություն է, իսկ այդ վիճակից ելքը հնազանդությունը ու ապաշխարությունն է։ Տերը թող օրհնի բոլորիս եւ առաջնորդի մեզ, որ ոչ միայն լսողներ լինենք, այլ Աստծո խոսքը կիրառողներ, այսինքն հնազանդվողներ լինենք Աստծո խոսքին։ Ամեն։